Շարունակվում է կենտրոնի առավոտը սիրելի հեռուստադիտողներ, մեծ պահքի 24-րդ օրը կոչվում է միջինք, այսինքն մեծ պահքի օրերը կիսվում են։ Այս տարի միջինքը մարտի 27-ին է, այս առիթով մեր տաղավարում են 26-ին։ Պաստորեն Վահան ճիշտ էր, այո, ճիշտ է։ Բայց չէ, մեզ մոտ գնաց 27-ին։ Ինչի մասին որ խոսում էինք, հենց հիմա ներկայացնեմ մեր հյուրերին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցու Արդեն չեմ կարող խոսեմ ներողություն ասում, ես այսօր վատարով չեմ, այո։ Տեղը կորցրեցի։ Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանն է մեր հյուրը, օգնեցեք Տեր հայր։ Աստվածօրհնի բարի լույս։ Այո։ Եվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատ միության անդամ Անի Առաքելյանը, Անի հետ հետաքրքիր թեմայի էլ կանդրադառնանք։ Բարի լույս Անի։ Բարև ձեզ։ Մենք առավոտյան այդ էինք հարցնում, 26 է, 27 է, հետո Վահեն ասաց, որ շարժական է։ Մենք մեզ մոտ 27 գրած խառնում ենք, չենք հաշվել։ Ասեմ ինֆորմացիա տվողն է սխալ գրել։ Այո, բարին է։ Որովհետև երկրորդ անգամ արդեն 27-ը հիշատակվում։ Այո։ Բայց պետք է ասեմ, որ սոցհարթակում սխալ է գրված։ Քահանա կետեյմում գրված է 27, այո, բայց ո՞ր է այնտեղ թարմացնում այսպես ասած ինֆորմացիան։ Հաղորդումից հետո կասեմ, որ անպայման։ Եկեք Մարինեին չմեղադրենք։ Իրականում Վահեն երբ ասաց, որ սա շարժականն է, եկեք մի քիչ ավելի գրագետ ներկայացնենք հեռուստադիտողին, ինքը ոնց կարող է ինքնուրույն հաշվել, հա, երբ է ընկնում միջինքը ոնց։ Տեսեք, միջինքը կապված է նաև Սուրբ Զատկի հետ, հենց բուն բարի կենթանից է հաշվում, իսկ Զատկի տոնը շարժական տոն է։ Մենք ունենք անշարժ տոն Սուրբ Ծնունդը, որ հունվարի 5-6-ին ենք մենք նշում, ունենք Տյառն Թարաչը, անշարժ տոն, Հավետման տոնը ապրիլի 7-ին, որ եկող շաբաթ արդեն կնշենք, ունենք Աստվածածնի ծննդյան տոնը, որը անշարժ է, բայց տաղավար տոներից 4-ը շարժական են։ Զատիկը, Վարդավառը, վերափոխում Աստվածածնի եւ նաեւ Սուրբ Խաչի տոնը։ Այդ բոլորը հաշվում են տոմարագիտություն է դա իհարկե, բայց քանի որ ինքը շարժական տոն է, ասենք տարեր լինում, որ մարտի 30-ին է Զատիկը լինում է ապրիլի, ասենք 15-ին է լինում։ Ըստ այդմ էլ արդեն բուն բարի կենթանից մինչև Զատիկ կիսում է մեծ պահքի 4-րդ կիրակի հաջորդող չորեքշաբթի օրը միշտ համընկնում է միջինքի հետ։ 24 օր, չէ՞։ 24 օր հետո։ 24, այո։ Ոնց պիտի նշի Հայ Քրիստոնյանն այս օրը։ Միջինքի տոնը։ Սա ուղղակի մի հանգրվան է, որ կարելի է ասել, որ պահքը կիսվում է, բայց իհարկե պահքից պետք է դուրս չգան։ Մի փոքրիկ մեր հայրեն կան իմաստուն եղել, մի փոքրիկ առիթ տվել են, որ լիցքաթափ մարդ տոնական սեղաններ են պատրաստել, ավելի ընտանեկան միջոցառում է սա եղել, ընտանիքներում հավաքվել են, հատկապես այն ընտանիքներում, բոլոր ընտանիքներում թխել են միջինքի գաթա, այդ վիճակը հանությունը եղել է, բայց ավելի հատկապես եղել են ընտանիքներում, որտեղ որ նշանվածներ են եղել, Փեսայի ծնողները Փեսայի հետ գնում են նշանվածի տուն եւ միջինքի գաթա են տանում, նաև նվեր են տանում։ Այդ օրը նշանված աղջիկներին, հարցներին նվեր են տալիս։ Նաև գնում են այն ընտանիքներ, ովքեր հանգուցյալ են ունեցել, նոր հանգուցյալ են ունեցել եւ հարազատներն են գնում։ Իրենք իրենց տանը բաղարջ չեն թխում, այս միջինքի գաթա չեն թխում, այլ այդ սքակիր ընտանիքի հարազատներն են թխում, տանում են իրենց տուն։ Եվ սա միջոց է, որ հավաքվում են ընտանիքներով, նշում են, մի փոքրիկ ուրախանում են, նաև երգ, պարեր լինում, դա երբեք չի խանգարում պահքին, ասեմ, նույնիսկ շատ քիչ գիներ թույլատրվում օգտագործել, շատ քիչ։ Իսկ ուտելիքների հետ կապված է։ Ուտելիքները պահոց ուտելիքներ են միայն, այո, եւ որտեղ պահքը չի ընդհատվում։ Եվ մենք շատ լավ խոհանոց ունենք պահոց, եւ միջինքին նվիրված խոհանոց էլ ունենք։ Մենք ամեն օր վայելում ենք։ Վահեն այսօր ոնց հասկացա հենց ճաշատեսակ է պատրաստում։ Ամասիայի թոփիկ կոլոլակն են պատրաստում, մեր երեխեքներ են պատրաստում, այդ թոփիկներ են շատ պատրաստում։ համեղ է, այո, ստացվում ամեն։ Ես միշտ հետևում եմ, Վահեն մեկ-մեկ պահոց կերակուրներ է պատրաստում։ Այո, այս ամսվա ընթացքում փորձել եմ միշտ այդպես պահոց մեկ-մեկ խախտում ենք, իհարկե, եթերացանկում, բայց դե ամեն դեպքում միջ պահոց եւ հայկական ներկայացնում ենք։
Ես ուզում եմ իմանալ երիտասարդները ինչ են անում կամ ինչ պիտի անեն, հատկապես այսօրվան նվիրված։ Ոնց են պատրաստվում։ Այո։ Երիտասարդները պատրաստում են ծիսական միջինգ, գաթան եւ հետաքրքիրը այն է, որ մենք նշում ենք դա 2 պարով եւ այդ շրջանի գաղափարը եւ կլորությունը հենց գաթայի կապված է մեր ծիսակատարության հետ։ Մենք շուրջպար ենք բռնում ձեռքերով եւ ամեն ոք ով շուրջպարի մեջ է լինում, նա պարտադիր պետք է ուտի միջինքից եւ այդ գաղափարը եկել է Վանից եւ Կարսից։ Երևանում դա այլ կերպ են նշում, Երևանում չի անվանվում միջինք, անվանում է կուտապ եւ երիտասարդները, երիտասարդ աղջիկները ծիսակատարությանը պատրաստում էին այն ինչ որ Վահենը պատրաստում եւ իրենք վերցնում գնում էին դաշտավայր եւ նշում էին այնտեղ էլի ազգային պարով եւ անպայման պետքա միայն երիտասարդները մասնակցեին տարեցները ինչ որ տոնակատարություն այո բայց միայն ընտանեկան դրսում ոչ մի բան երիտասարդները չեն հավաքվելու ոչ միտեղ ոչինչ չեն անելու եւ եկեղեցու ներսում երիտասարդները ծիսակատարությունը կնշեն բնականաբար ամեն համայնք իր երիտասարդաց միություն ունի իրենց համայնքներում կնշեն բայց հետաքրքիրը այն է որ այս ծիսակատարությունը 13 տարի առաջ 12-13 տարի առաջ հենց մեր թեմից է սկսվել եւ հիմա բոլորը սկսել են նշել, ինչ որ շատ մեզ համար կարևոր է, այս համատարած անարժեք մթնոլորտում կարողանում ես գոնե հետ բերել կամ գոնե պահել են ինչ որ քոնն է։ Օրինակ ինչ եք կարծում, ինչը նպաստեց դրան լուսաբանելը, ներկայացնելը, ճիշտ ներկայացնելը, բոլորն էլ կարևոր են։ Like ուրեմն մենք միշտ այս տաղավարից լուսաբանել ենք մեր ազգային եկեղեցական տոները, շնորհակալություն իհարկե, որ միշտ հնարավորություն ստեղծում եք։ Անին ճիշտ ասեց, մոտ 13 տարի առաջ մենք մի ծրագիր մշակեցինք, վերականգնենք մեր ազգային սովորությունները, ազգային եկեղեցական նաև, դե խորհրդային տարիները ամեն ինչ այսպես չէր նշվում ազգային տոները հասկանալի պատճառներով եւ Նավասաց Սրբազանի օրհնությամբ ու անմիջական իր աջակցությամբ մենք օրհնություն ստացանք, որ վերականգնենք մեր ազգային սովորություններն ու տոները։ Երբ որ մենք առաջին անգամ միջինքի տոնը ուզում ենք նշենք, բան ենք դրել, հերոստատեսություն չեն գնացել, բայց մամուլի ասուլիս ենք անում եւ մի հատ լավ գաթա ենք դրել, բայց որովհետեւ մեծ մամուլի ասուլիս էր, մեջը մետաղադրամ ենք դրել Ուրեմն ազգային այդ սովորությունները ներկայացնել այդ բոլորը հեչ, բայց որ կտրեցինք մետաղադրամել, լրագրողները սկսեցին քննադատել, ինչի է մետաղադրամ դրված, գուշակությունն է եւ այլն։ Մեր երեխաները այնքան կրեատիվ են, մեր երիտասարդները, հետո իմ ականջին սկսեցին ասին, տա ճիշտ կլինի օրհնած խաչ տնենք, տեսնենք ինչ պետք է ասեն։ Հիմա մեկ ազգագրագետներ են, վայ, քեզ չի վերաբերում դա։ Ազգագրագետներ են խոսում, ասում են մեր նախնիները ոչ միայն մետաղադրամ են դրել, այլ նաև օրհնած խաչեր, բայց մինչև այդ ոչ ոք օրհնած խաչ չի դրել։ Դա մեր երիտասարդների գաղափարն է եղել։ Եվ մենք նպատակ ենք դրել, որ ավելի լայն տարածում գտնի։ Եվ բումբարի կենտրոնը, Վարդավառը, Համբարձման տոնը, Համբարձմանը եղել եք դուք տեսնել Թումոյակում, հա։ Այս տարի էլ է ըստ երևույթին լինելու։ Հա, իհարկե լինելու է։ Եվ բանը, նաև միջինքը, ուղղակի շատ ուրախալի է, որ արդեն այն մարդիկ կամ այն կազմակերպությունները, որոնք սկսել են քննադատել, իրենք էլ են անում։ Հետո հայ եկեղեցում սկսեց տարածվել, մյուս թեմերն էլ արդեն անում։ Մեր նպատակը հենց դա էր, վերականգնել, որովհետեւ մեր ժողովուրդը կարողանա դա նաև այն արժեքները, որ մոռացության էր մատնված, նորից վերականգնել եւ ունենան։ Հիմա ընտանիքներում են նշում, ես միշտ ասում եմ, եւ այս միջինքից առաջ այն կազմակերպությունները, որոնք խմորեղներ են թխում եւ այլն բան, իրենք արդեն հարյուրներով խաչեր են բերում, բա խնդրում եք օրհնեք, ասում եք միջինքի գաթաներ են թխելու, վաճառելու համար, թող վաճառեն, թող օրհնելով օրհնի իրենց բիզնեսի իհարկե, բայց դա լավ քարոզության միջոց է, կենթանի քարոզություն է, թող անեն մարդիկ։ Իրականում ես որ հիշում եմ իմ դպրոցական տարիները, որտեղ չկար ինտերնետ բնականաբար եւ միակ լրատվամիջոցը այդ հեռուստատեսությունն էր կամ մեր ավակ սերունդը շատ ավելի, որը կարող էր այդ ինֆորմացիան կամ տալ կամ չտալ, հիմա ում բախտը կբերեր։ Ես իրականում ասեմ, որ մենք չգիտեինք այս տոների մասին։
ուղղակի չգիտենք, շատ ավելի առաջ այն ժամանակ այդ ջանգյուլումը կար, չէ, եւ շատ ավելի փոքր էի հիշում էի։ Բայց օրինակ ոնց այդ պահքը ոնց է, միջինքը, անգամ զատկի տոնը պատշաճ չգիտենք, այն որ ասում են ինչ պիտի անեն։ Հիմա համատարած, նախ շատ սիրուն է նշվում այդ ամենը, շատ ավելի գեղեցիկ, միջոցառումներով։ Իմ դպրոցական տարիներին ես չեմ հիշում, որ կենտրոնական մասերում եւ ոչ միայն անգամ մի քիչ էլ ավել որ ավելացնեմ, այսինքն առաջին բուհի ժամանակ էլ չեմ հիշում, որ մենք ունեինք տոներ կամ դրսում տոնում էին այդ օրը, հա։ Հիմա շատ ինֆորմացիան շատ է եւ արվում են միջոցառումներ եւ հնարավորություն կա իհարկե պատշաճ հասկանալու, իսկ ինչի համար է դա արվում, ոնց է ճիշտ գրագետ նշել, սկսած անգամ ճաշատեսակներից, թե տոնը ինչ խորհրդանշական ճաշատեսակներում։ Հարուստ խոհանոց ունենք մենք։ Բայց իսկապես այն ժամանակ չկար, մենք բացարձակ բոլոր տոներին նվիրված։ Կարող ուղղակի ճիշտ չէր ներկայացված եւ երիտասարդները եւ երիտասարդությանը թույլ չէին տալիս, որպեսզի իրենք ինքնաբացատրվեին ճիշտ այնպես, ինչպես որ ծիսակատարության ձևն է եւ իմաստն է, հա։ Հիմա երիտասարդությունը, քանի որ ներգրաված է այս process-ում, ավելի հեշտ է դա տարածում։ Ահա, համել մենք կարողանում ենք երիտասարդության, ես էլ եմ երիտասարդ եւ շատ ուրախ եմ, որ եկեղեցին ինձ թույլ է տալիս իմ քիմքին համապատասխան վերցնել այդ պատմությունը, ինֆորմացիան եւ իհարկե իմ կողմից նաեւ դա տարածում է ունենում, ինչպես ինձ է փոխանցվել եւ այո երիտասարդության դերը այստեղ շատ կարեւոր է։ Դե համացանցը նաեւ իր դերը կատարում է, որովհետեւ այն ժամանակ ինֆորմացիան տարածելը բավականին բարդ էր, հիմա բավականին հեշտ է, այսինքն այն ժամանակ էլի կարող է շատ երիտասարդներ ցանկանային ներկա գտնվել, բայց ինֆորմացիա չունենային, չգիտեմ, այսինքն երկար ժամանակ եկեղեցի գնացած չլինեին կամ ես նմանատիպ ինչ-որ բան։ Ինձ հետաքրքիր է, երբ որ ասեցիք այդ տոնը երիտասարդները նշում են, բնության գրքում ոնց է որոշում կոնկրետ տարիքային սահմանափակում կա, ով է որոշում ով է երիտասարդ եւ ով չէ։ Օրինակ 34 տարեկան է երիտասարդը։ Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ասել նրանք, ովքեր մեծ է, չէ՞, դու ավելի ուզում ես իմանալ քեզ ջահելացնում են։ Թույլ տվեք այդ հարցին վերացական պատասխանել, երևի ես կասեի ենթադրում եմ, որովհետև ստույգ ինֆորմացիան գրված չէր։ Ես կասեի նրանք, ովքեր չեն հասցրել դեռ մեկտեղվել, այսինքն դեռ ամուսնացած չեն, նրանք են կարողացել գնան եւ կատարեն այդ ծիսակատարությունը։ Երևի դրա իմաստը նաև արդեն ամեն մեկը իրեն գտնելն էր, շուրջ բարի իմաստն էր։ Երևի այդպես եմ կարծում։ Համբարձման տոնն էլ այդպես էր, չէ՞։ Հա։ Երիտասարդները, հա, գնում են, չէ, 7 աղբյուր ու ջուր են վերցնում հարցները, դեռ չամուսնացած օրորդները, հա։ Չամուսնացած տղաները գնում են գիշերով գողություն են անում, չէ։ Դա իջև, հա, վիճակը աղջիկների պատրաստածը։ հետաքրքիր։ Եվ այդպես ծանոթանում էին նաև։ Իհարկե շփվում էին։ Փոքր ենք, դե հիմա գոնե փոքր ենք, բայց ամեն տարածաշրջան ունեցել է իր նշելու ձևը։ Այսա է ինձ համար ամենահետաքրքիրը։ Ամեն մեկը նշել է, ամեն տարածաշրջան նշել է իր քիմքին համապատասխան եւ իր ապրելակերպին համապատասխան, իր բարբառին միգուցե, եւ սա շատ ուրախալի է, որ մեկը մի բանի մասին ոչ թե տարբեր լեզուներով, այլ տարբեր կերպով ենք նշել, բայց մեկը ապրել ենք նույն արժեհամակարգով եւ հիմա պետքա որ կարողանանք այդ ծիսակատարությունները, մեր ավանդույթները ժողովրդից նորից բերել ժողովուրդ, որպեսզի կարողանանք պահպանել այն ինչ որ մեր Անշուշտ, դες ծիսակատարությունները նախ շատ գունավորում են մեր կյանքը, մեր առօրյան, առանց տոնի եւ այդ տոնը միայն երկու պար չի, այդ տոնը նաեւ շփվելու հնարավորություն է տալիս դե ճաշատեսակները դրանք ընդհանրապես էլի շփվելու հնարավորություն են մի սեղանի շուրջ նստելու, չգիտեմ, շփվելու, ծանոթանալու, երգելու, պարելու եւ ուտելու։ Ինտերնետից վերողսից կտրվելու, նաեւ դա հնարավոր լինի։ Լավագույնս էլի ռոպագանդելու, գովազդելու, չգիտեմ, գովազդ բառը ես չեմ սիրում, բայց ես ավելի քան համոզված եմ, որ մեր հայրենակիցների 70-80%-ը ընդհանրապես հայկական խոհանոցից երևի 3-4 ուտեստի տիրապետում, բայց փաստորեն մենք ամեն առավոտյան տեսնում ենք արդեն երկար ժամանակա, որ հազարավոր հրաշալի ուտեստներ կան, ես ասեմ, որ օրինակ չգիտեմ, մեր տանը մենք չենք իմացել այդ ուտեստի մասին, եւ տեղանքի հետ է կապված, միջավայրի հետ է կապված, 90-ականների հետ է կապված, ամեն ինչ հետ կապված է։ Հիմա ամեն ինչ կա, ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց կա ամեն ինչ։
Հիմա ամեն ինչ կա այնպես, որ հայկական խոհանոցը պետք է ինչքան հնարավոր է տարածենք, գովազդենք ու մենք պետք է անընդհատ այս տոների ընթացքում էլ խոսենք կոնկրետ տոների ընթացքում կոնկրետ ուտեստների մասին։ Մինչդեռ հորը կխնդրենք, որպեսզի կտրի ինքը իր ձեռքով, որ կռիվ չանենք էլի ու կամոն չնկա, բայց ես ուզում եմ անին հարց տալ, որովհետև անը շատ հետաքրքիր այդ ջունի, այսպես ասած, որ անդրադառնում է հետաքրքիր բացահայտումներին, բացառապես հային ու հայի այն լավագույն անունների արարքներին, չգիտեմ ովքեր որ հետևել են գիտեն, ես հետևել եմ, հետաքրքիր մի բան կարող եք այսօր այս առավոտյան ուղիղ եթերում հնչեցնել, որը դեռ առաջ եք ունեցել ձեր էջում գցելու։ Մի լավ բան ասեք էլի։ Դա ծորենի հետ է կապված, երևի այսօրվա թեմայի հետ էլ կլինի։ Առաջներում Արևմտյան Հայաստանում, հենց Վանում, ավելի շուտ երկու պատմություն կպատմեմ, երկուսն էլ ծորենի հետ կապված։ Տեսեք, միշտ ասում են, չէ, որ մենք հացով ժողովուրդ ենք, դա ավանդական ու ավանդույթներից եկած մեր պատմության ընթացքն է դա ցույց տվել, երբ որ Արևմտյան Հայաստանից գաղթել են, երկու կողմերում ծորեն են շահ տվել, որպեսզի կարողանան հեշտությամբ նորից հետ վերադառնալ եւ իրենց տունը գտնել։ Ծորենը այստեղ դեր է խաղացել մեծ եւ դրանից առաջ, երբ որ երեխան բարուրում դեռ օրորոցում էր, մայրը միշտ հասկ է կախել օրորոցից եւ ասելով, որ թող քո կյանքը եւ քո ապագան այս հասկի պես գեղեցիկ եւ մաքրամաքուր լինի եւ քո ապագան այստեղ լինի եւ այստեղ շարունակվի։ Սկանը Ընտիր։ Այնքան սիրուն խորհրդանշական բաներ կա, որոնց մասին որ իմանանք, շատ ավելի սիրուն կապրենք։ Որովհետև այդ ամենը դող անցնում մարմնոդ, երբ որ դու կարդում ես, երբ որ դու ուսումնասիրում ես, դա քո ինքնությունն է, քո շարունակությունն է։ Մի տեղում լինում է, որ հիասթափվում ես, մի տեղում լինում է, որ այդ հիասթափությանը հաղթում ես, որտեղ հիասթափվելու ընդհանրապես։ Ինչի՞ց եք հիասթափվում, հայի որ տեսակից։ Պատմության ընթացքից, այդ ուսումնասիրության ժամանակ մի տեղում համաձայն չես լինում, որովհետև իրենց ժամանակներում չես ապրում, հետո հասկանում ես, որ հիասթափվելու ընդհանրապես իրավունք չկա, որովհետև լավը ունենք եւ պետքա առաջ գնալ ամեն պարագայում եւ պահել քոնը։ Իսկ որն է քոնը, պետքա ինքնաճանաչողությամբ զբաղվել։ Ուրիշ տարբերակ չունենք։ Ուրիշ տարբերակ։ Այո։ Խնդրենք Տեր Հայր, դուք կտրեք։ Ես կտրեմ։ Մոտեցնենք։ Պատասխանատու գործը։ Այո։ Աչքները փակ ենք վերցնում, որ չիմանանք ում ինչ ընկավ։ Քանի կես պետք է անել Տեր Հայր, թե էական չի։ Չէ, սա մի հատ էսպես Եք ինչ խաչանման կտրենք, հա։ Դու ո՞րն ես ուզում Դավիթ։ Չէ, այսքան մեծ չեմ տալու։ Հա։ Հա, բայց որ կտորն են։ Դե վերջում Ես կասեմ։ գայթակղում։ Անցած տարում անկել։ Ինձ։ 4 անգամ տարեած ենք արել, 4-ն էլ անում։ Այո, միշտ ինձ են կել, ինձ արդեն ամաչում են։ Անշիկը գայթակցությունը այնքան մեծ էր, որ մեկ ես շաբաթ ամեն օր իսկապես- մենք էս գործին էինք։ Իսկապես անցած տարի ինձ թվում է ես տես ջուր շատ տպավորությունների մեջ էի ու Ասեմ, ընկավ ձեզ բոլորիդ։ հա Հա, Վրանա դուրս եկել։ հա։ Երբ որ Հպվեց, հա։ ընտանիքին դանակին են անգնում, գնում, հա, հասկացա։ որպես տնօրեն Շնորհակալություն։ Դե ինչ ասեմ, ուրեմն կենտրոն Կոլեկտիվին հեռուստաընկերությունինն է, այո, ուրեմն այս թող տամ ես այսպես ասած հավատ, Բաց ենք ամիշ։ այո, որ մեր արած գործը արդար է, ինչպես ասում են, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցները սիրեն իրենց հայրենիքը։ Ուրեմն ճիշտ ուղու վրա ենք։ Ես կարող եմ այդպես, բայց ոչինչ որ Դանակով սենց։ ես եմ կտրել։ Այո։ Ինչ կտրեցիք Տեր այո։ Այ Տեր Հայր ջան։ Լավ, ես նորը Բայց գբերեմ շատ ձեզ սիրուն է։ օրհնած։ Շատ սիրուն է։ Ես նախորդը պահել եմ իհարկե ինձ մոտ։ Էլի այսպես սիրուն խաչ Բայց է։ ամեն ինչ նորմալ է, ոչինչ։ Այո, ես մերն է կլինի մեր տաղավարում։ Հա, իհարկե։ Ես խոսք եմ տալի նորը գբերեմ։ Այո, չէ, մենք ձեզ էլ առդ կունենանք Զատկի տոնին էլ հրավիրելու է ժամանակ։ Կանթյաներով երթի Այո, մասին։ կխոսենք այդ մասին նախ ինչ է տեղի ունենալու, որովհետև գիտեմ, որ էլի մեծ շուկով միջոցառում է լինելու,
ու առիթ կունենանք հաստատ դրան անդրադառնալու։ Հանրապետության հրապարակի գորգերա միշտ բանի Այո, ձևավորում։ բայց ամեն անգամ ասացիք, որ մի պատկեր եք, չէ, մոմերով տարբեր։ Այս տարի կարելի է իմանալ ինչ է, թե չեք ասում նախապես։ Անցած տարի Աշոտ Երկաթի խաչներ, բանակի խաչներ, դրա առաջի տարին Գեղարդներ, Սուրբ Գեղարդը։ Այո։ Աստվածամուխ Սուրբ Գեղարդներ ու տարբեր հայկական խաչեր։ Ձեր հայր, Չեմ կրկնում։ ամենամարդաշատը տարվա ընթացքում մեր եկեղեցական տոներից ո՞րն է լինում։ Սուրբ Զատիկի տոնը։ Զատկի տոնը եւ Սուրբ Ծննդյան տոնը։ Սուրբ Ծննդյան։ Եվ երկու ճրակալույցեր ենք, Սուրբ Ծննդյան ճրակալույցը եւ Զատկի, այդ երկրորդ շատ մարդիկ են լինում։ Բայց այս վերջի ամիս ու կեսա նկատում ոչ միայն մեր առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այլ Երևանի բոլոր եկեղեցիներում լեփլեցուն մարդիկ են։ Մարդաշատ։ Ու հատկապես երիտասարդների թիվն է մեծացել։ Ես մի Դե բարի կենթանն էլ ես տեսա։ շատ կարևոր ու ծանր հարց եմ ուզում մեր տալ։ հայրենակիցները եկեղեցու Բաքում։ Տեր հայր, մենք մեզ եկեղեցում պահելու ձև ունենք, թե չէ։ Իհարկե, եկեղեցում պահելու կանոններ կա։ Չէ, մեր ժողովուրդը իրան պահելու ձև գիտի։ Բայց մեր ժողովուրդը այդ կանոնին չի ենթարկվում։ Օրինակ, տեսեք, Եվ ինչի խիստ չեք։ երբ որ խիստ դատում ենք, դժբախտաբար այս հեռախոսն երբ որ ուզում ես մի հանդիմանական խոսք ասես կամ հայրական խոսք ասես, բրազ հեռախոսարը նկարում է, գցում է Facebook, ասում է՝ «Նայ, ես խիստ է դատում, չգիտեմ ինչ էր անում»։ Հա, Այն թող ոչինչ նկարի։ շանողներն էլ Իսկ չի կարելի արգելել եկեղեցում հեռախոսով ընդհանրապես, Գոնե չգիտեմ, ձայնը անջատում են, ես ձայնը անջատել, նկարահանում իրականացնել։ տարբերանշաններ կա, բայց շատերը մոռանում են անջատել։ Տեսեք, ուրեմն ռուսները երբ որ գալիս են եկեղեցի, շատ են գալիս։ Իրենք մեքենայից իջնելուց կամ եկեղեցուն մոտենալուց դեռ ներս չմտած ռուս կինը պայուսակից անում է գլխաշորը կապում, նոր է մտնում։ Հայ կինը մտնում է եկեղեցի, մի հատ տեղավորվում է իր համար, մի հատ հայելու մեջ անայում բան, նոր հետո հիշում է որ կարա գլխաշոր գցի, բայց գլխաշորով պետք է մտնի եկեղեցի։ Կամ ակնոցներով։ Ես հիշում եմ Նյու Յորքում Սուրբ Պատրիկի եկեղեցին, որ կա, տեսքը շատ գեղեցիկ էր, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով որոշեցի, որ մտնել տեսնեմ ներսը ինչպիսին է։ Ես հիշում եմ, որ երբ պատարագեր կամ չգիտեմ աղոթքեր անում Տեր հայրը եւ այլն, ես հիշում եմ, որ անգամ ինձ չթողեցին, որ ես քայլեմ, որ ոտնաձայներ էլ չլսվի։ Ես հիշում եմ այդ անձնակազմը ինչպիսի խիստ էր այնտեղ եւ մեր եկեղեցիներում առհասարակ մեր ժողովրդի պահվածքը մի տեսակից դուրս չի գալիս։ Եկեղեցիում, թատրոնում, չգիտեմ, մշակութային կենտրոններում էլ լավ չէ։ գցել չի կարելի, եկեղեցին աղոթք կա գնում են դեղ ամենալուրջ պահն պատարագի, մեկը գալիս ասեն իր կաբլուկներով կներեք թքածում իր սաղի վրա, այդ ինչ որ կատարվում է, այդ մարդկանց վրա եւ այն մարդիկ աղոթում են, ինքը իր կտ այդ լրությունը խախտում է, անդորը։ բոլոր լուր են, բոլոր աղոթքի մեջ են, բայց ինքը այդ իր կաբլուկներով կտ-կտասներով Ինքը մարդկանց դեմքերից էլ չի ամաչում։ Հա, մարդիկ հետաքրքիր է որ ավելորդ ուշադրությունը ուրիշ տեղ մարդ կա, որ չի ուզում սևեռի իր վրա, հատկապես երբ ինքը մենք որ sense ուշացած գալիս է, մարդ էլ կա ամեն ինչ անում է, որպեսզի ավելորդ ուշադրություն վերցնի իր վրա։ Դա էլ է մեծ խնդիր ինձ թվում է մեզ մոտ։ Այնպես որ եկեղեցու կանոններ կան։ Տղամարդիկ գլխաբաց պետք է մտնեն եկեղեցի, կանայք գլխաշորով պետք է մտնեն։ Մի խոսքով սուրբ հաղորդություն ստանալուց շրթներ պետք է չմոտենան, որովհետև երբ որ քահանան հաղորդություն տալիս է, այդ շրթների կետ շփվում է, էլի տեսակ։ Հաջորդին պետք է տա։ Հա, մեզ մոտ տեսեք տղամարդիկ են մոտենում սկզբից հաղորդություն վերցնում, ժամանակին ես շատ լավ հիշում եմ 60-ականների վերջ 70-ականների նախ եկեղեցիներում նստարաններ չկար։ Հա։ Արչևի մասը սկզբում կանում են տղամարդիկ, կանայք հետևում կանում։ Դա ավանդաբար եղել է։ Հաղորդման վերջում առանձին կասեմ ձեզ այդ մասին, հա։ Բավականին լուրջ սովորություններ ու կանոններ եղել են, որոնք պահպանվել են, հիմա մի քիչ դժվար է այդ բոլորը պահել իհարկե։ Քննադատողները, ոչինչ չանողներն ու բայց շատ քննադատողներ միշտ կան։ Բայց քննադատեն, չքննադատեն, կան կանոններ, ուզես չուզես պիտի հետևես, մենք պիտի, հա, ուզում հասկանալ, եթե կանոն է։ Եթե պետք է գլխաշոր գցես գլխիդ, ունեք ինչես քննադատում։ Գիտեք, մեկ է սենց է։
Դե ինչ ես կպել այդ որ գլխաշոր դիր, բան։ Կողմնակի մեկ է, գալիս է խառնում է։ Մենք սովորություն ենք, չէ՞, թանիջանջի պես ամեն ինչի մեջ մտնել առանց հասկանալու, առանց գիտակցելու, որ հոգևորականը միգուցե հոգևոր դաստիարակության է ենթարկում այդ մարդուն։ Կողքին էլ կտեսնեն կդաստիարակվեն, իրենց երեխաներն էլ կդաստիարակվեն։ Եթե մայրը գնում է եկեղեցու, երեխային ասում է տղաջան դուք դի գլխաբաց մտնես կամ աղջի ջան գլխաշոր ունեցի, այդ հոգևոր դաստիարակությունն է։ Մենք միշտ այսպես ինչ ասեմ պայքարող ենք եղել մեր սրբությունների, մեր արժեքների դեմ, պայքարել ենք դրանց դեմ, բայց ինչպես Դավիթն ասեց, երբ որ գնում ենք օտար երկիր, այնտեղ հրում հնազանդ ենթարկում ենք բոլոր առումներով, բոլոր, այո, բոլոր առումներով։ Այո։ Օրինակ ինձ երթևեկության կանոններն են պահում, չգիտեմ, այդ հեռախոսով խոսան, ես միանգամից դառնում եմ վատ մարդ։ Հետո լսում եմ Դավիթը դարձավ վատ մարդ։ Դե եկեղեցուց կարելի է հեռախոսով խոսել։ Իրականում գոնե ձայնը անջատելը արդեն մեխանիկորեն է ստացվում, որ մոտենում ես եկեղեցուն ձայնն անջատում է, բայց ես հիշում եմ մոտավորապես 16 տարեկան էի գուցե, երբ ինձ առաջին անգամ դիտողություն արեցին, նստած էի պատարակին, բայց ոտքս ոտքին էի գցել։ Եվ ինձ ասացին, որ չի կարելի, ես մինչև այսօր հիշում եմ։ Ու ես դե չգիտեի էլ, տենց ասած տեսնես ինչի չի կարելի, բայց մինչև այսօր հենց գնում եմ եկեղեցի այդ աթոռին հենց նստում եմ, այդ տեսարանը հիշում եմ միանգամից։ Ու միշտ այդպես տենց այսպես նստած եմ, մի անգամ մի կնոջ տեսա, որ ոտքը ոտքին էր գցած նստած, շատ մարդ կար իհարկե պատարակին, ես մտածում եմ, եթե ես գնամ հանկարծ այդպիսի դիտողություն անեմ, դե որպես քաղաքացի դրա իրավունքը չունեմ։ Լուրջ խնդիր է։ Այո, այդ պետք է արվի, հա։ Իրականում հոգևոր որ կողմից պիտի արվի, նախ որովհետև դու դա պիտի որպես վիրավորանք չընդունես, այլ որպես կանոն։ Հիմա ամեն կառույց եմ, որ ասում եմ, իր կանոններն ունի։ Մենք ուղղակի իհարկե կանոններ չսիրող ազգ ենք, չգիտեմ, մենք ոչ պահում ենք, ոչ պահանջում ենք, այ երևի թե կանոններ էլ չենք պահանջում մեր հանդեպ, որովհետև մենք ինքներս պահող չենք, մի բան էլ ուրիշից պահանջենք։ Բայց մի դիտարկում ոչ թե կանոններ պահող, չպահող ազգ ենք, այլ կանոններ չպահող ժողովուրդ, որովհետև ազգն ու ժողովուրդը բավականին տարբեր միավորներ են եւ ազգի մասին տենց չպահող Գինոսյանը տեղը հանում ես դու ամեն։ Այո։ Ես համաձայն եմ, հա։ Ես առհասարակ այդ ժողովուրդ խոսույթը փորձում եմ իմ լեքսիկոնից անել, որովհետև դա արդեն մի տեսակ էլ պատիվ չի բերում։ Էլ պատիվ չի բերում։ Եթե խոսում ես ազգի մասին, այո, պետք է խոսես ազգի մասին։ ժողովրդի մեջ ենք ապրում։ Այո, ուզենք չուզենք։ Դե մենք իհարկե շատ ենք ուզում մեր հային տեսնել այդպես բարեկիրթ, ազնիվ, իր քաղաքը սիրող, անտարբեր չլինող, շատ ենք ուզում, բայց այդքան էլ այդպես չի։ Ավաղ։ Եվ ինչքան որ մենք մոտենում ենք իմիջիայլոց այս մեր տոնական ավանդույթներին, ինչքան փորձում ենք ճանաչելի դարձնել, որովհետև մենք հուսանք, որ այդ միջոցառումները, որոնք բոլորիս համար է արվում, այս ամենը կբերի նրան, որ մենք ինչքան ճանաչենք, այնքան կսկսենք գնահատել։ Դե միշտ է տենց էլի, առանց ճանաչելու չես կարող։ Մարդուն սկսում ես ճանաչել, սկսում ես որպես ընկեր իրեն ավելի ընդունել, սկսում ես նվիրվել, սկսում ես հավատալ, սկսում ես վստահել։ Առանց ճանաչելու մարդուն չես կարող որևէ արժեք ձևավորել իր հանդեպ։ Հիմա ես միշտ ասում եմ, մենք երևի թե պայմանավորված է նրանով, որ մենք ուղղակի չենք ճանաչում։ Գուցե պատմությունը լավ չենք ճանաչում, գուցե մշակույթը լավ չենք ճանաչում, գուցե կրոնը իրականում լավ չենք ճանաչում, մենք քրիստոնյա բառը գիտենք, բայց չգիտենք քրիստոնյան ինչ պիտի անի, հա? Ամբողջ կրոնը իրանից ինչ է ամբողջ խնդիրը հենց դրա մեջ է, երբ որ մենք խոսում ենք, որ եկեղեցում ժողովուրդը չի հարգում եկեղեցական կանոնները, մենք խոսում ենք ինքնաճանաչման փուլին չհասած մարդու մասին, ով չգիտի ինչպես պահի իրեն արմատներին չմոտեցած մարդու մասին, այսինքն ամբողջապես պետքա ներգրավել ինքնակրթությամբ, քո հայակրթությամբ, քո արմատներին ծանոթանալու, քո արմատներին մոտ գնալու մասին, թե չէ։ Բայց դա դաստիարակության հարցել է, էլի, իրականում կարող է դու շատ ինֆորմացիա չունենաս, բայց դե միանշանակ ցանկացած երեխա իր ծնողի հետ եկեղեցի գնացել է, եւ եթե ծնողը իրեն նորմալ է պահել եկեղեցում, ինքը մեծացել է, բնականաբար ինչ տեսել է, այն էլ սովորել է։ Հիմա դաստիարակության հարցը, ես կարող եմ շատ ինֆորմացիա չունենամ մեր, չգիտեմ, այդ եկեղեցական կանոններից, բայց կան կանոններ, որ պետքա պահես։ Այսինքն գլխարկով պետք չի մտնել եկեղեցի։ Ես դա գիտեմ վաղուց ու տեսել եմ։ Չի կարելի եկեղեցում հեռախոսով խոսալ կամ ձայնը բարձր լինի։
Երբ որ մարդիկ, չգիտեմ, պատարակը, եթե դու զգում ես, որ պետք է մտնես մարդկանց խանգարես, որովհետև դա կարևոր բան է։ Կամ մի մտի եկեղեցի, կամ կարգու կանոնը պահի, գոնե լուր եղի։ Այսինքն սա պրիմիտիվ բաներ է, որ դաստիարակության հետ է կապված, սա շատ ինֆորմացիայի հետ չի կապված։ Սա մարդու տեսակի հետ է կապված։ Դե իրականում մարդն ինչքան ինքնաբավ ու կայացած մարդ է, մի քիչ այդ բառը շատ է արժե զրկվել, չես էլ կարողանում ճիշտ կայացածությունը, բայց եթե ավելորդ անգամ դու առիթ չունես քո մասին հիշեցնելու, որովհետև քո մասին այսպես թե այնպես կհիշեն, այդ ավելորդ աղմուկը, ուշադրությունը, ավելորդ անգամ ինչ որ տենց թողուբոս ստեղծելը չի լինում։ Այդ այդպես է եւ մենք մեր շուրջ բազմիցս տարիների ընթացքում տեսել ենք։ Մարդն ինչքան կիրթ էր, ինչքան ձևավորված էր որպես անհատականություն, ինչքան ինքը հեղինակություն ուներ, այնքան ինքը ավելի զուսպ է, այնքան ինքը միշտ ավելի հանգիստ է եւ ինքը ուզի դրանով ավելի շատ է իր հանդեպ ուշադրություն գրավում։ Բայց մարդը էլ կա, չես հասկանում, ինքը մտնում է, ուզում է փոթորիկ ստեղծել, ավելորդ ինչ որ տենց խառնաշփոթ է ստեղծում, թե ես այստեղ եմ։ Բայց դրանով չես կարող ուշադրություն գրավել։ Եկեղեցուն սուրբ-սուրբն է հնչում եւ այլն մարդիկ աղոթական վիճակի մեջ են։ Մեկ երոսը զանգը գալիս է, վերցնում եմ։ Աղջի, ես եկեղեցում եմ, հեսա ու բարձր է, սուրբ-սուրբի ժամանակ բան։ Հեսա որ վերջացնեմ, մեկը շարունակում է։ Ունք արհամարացուն է այդ բոլորի զգացմունքների, հոգևոր զգացմունքների կամ այդ ամբողջ արարողության վրա։ Մեկ խոսքով դասյարակելու շատ տեղ ունենք։ Ես գիտեմ, որ մեր հոգևորականը միշտ սիրով են դիտողություն անում, բայց մեր ժողովուրդը ինչ որ հատուկ նեգատիվ վերաբերմունք ունի հոգևորականում, սվիններով անդունում այդ բոլորը։ Եթե մենք եկեղեցում նեգատիվ ունենք, իրանք տրամադրված են գնում, որ հա, իրանք տրամադրված են գնում, որ ինչ որ այդ խնդիր ստեղծես։ Հա, խնդիր ստեղծես։ Մարդկա գնում է ու իրեն թվում է մի ավել խորհրդատվություն ստանալուց ինքը թվում է, որ այդ եկեղեցի գնալ այդ օրը շատ ավելի ստացված է, որտեղ ինքը կարողացավ Տեր հոր հետ ինչ որ բան, հա, քննարկել ու ինչ որ խորհուրդ ստանալ, մարդը կա, դեռ մտածում են, որ անկախ նրանից դու ով ես, պիտի իրեն դիտողություն չանեն։ Դուք ասում եք, իրականում թատրոնում նույն պատմությունն է, երբ անգամ հնչում է վերևում, ընդամենը 1 րոպե առաջ ներկայացումը բոլորը անջատել հեռախոսները եւ այլն, եւ նույնը զանգը հնչում է եւ անո, թատրոն եմ, անո Այդ նույն բանն է։ Եվ անգամ են որ հետ նույն մարդիկ եկեղեցին են գալիս։ Այդ նույն մարդիկ են։ Եկեղեցից հետո գալիս են ներկայացում նայելու։ Բայց չգիտի որ ներկայացում անամ, ասում թատրոնն է։ Ամենատարօրինակն այն է, որ անգամ ներկայացման ժամանակ ծիծաղդ երբ գալիս է եւ դու որպես արտիստ գիտես էլի, որ ոնց են աշխատել այդ բառի վրա, որ ինքը կարողանա, ասենք, ուշադրություն գրավի, դու ուզում ես ծիծաղել, բայց դու զսպում ես քեզ, մտածում ես դե լավ անհարմար է բարձր ծիծաղել, ինքը այդ ընթացքում անոյին ասում է, որ ինքը թատրոն է։ Ինքն է թատրոնը, այսինքն, չի ասում ներկայացման եմ կամ թատրոնում եմ, թատրոն է, անո Իրար կարտեն թատրոնն է։ Հա դու ճիշտ ասում, ինքը թատրոն։ Եվ հայացքներից էլ անհարմար չեն զգում։ Այսինքն եթե դու շուռ ես գալիս նայում ես իրեն կամ ամբողջ, հա, մի շարք հանդիսատես, եթե իրեն նայում է, մեկը խորշուն չէ քաշում, մեկը ճպացնում է, ինքը միևնույն է շարունակում է ավելի բարձր ասել, որ անոնն ինքը որտեղ է։ Այս իրականում անգրագիտության դրսևորում է։ Իսկապես մեծ անգրագիտության եւ ես ցավում եմ, որ բայց մի հարց էլ կա էլի։ Դե համել իրեն մի քանի հոգի ավել նայեց, ինքը ավելի ուշադրություն դրավեց։ Էլի դեմքի կաշին հաստատ։ Տեսեք, ասում եք Տեր հայր, հիմա մենք խոսում ենք միջինքից, մենք խոսում ենք այս օրվա կարևորությունից կամ նրա գրագետ նշելուց, բայց արի ու տես, որ մեր թեմաները այնքան շղթայված են բոլոր։ Դու ուզես չուզես որտեղից էլ ուզում ես գաս, ինչու չենք ճանաչում, ինչու չենք գնահատում, ինչու ճիշտ ձևը չենք նշում, ինչու այդ արժեքները չգիտենք, այն որ ասում եմ հետո բոլորը գալիս է մի կետի է հանգում։ Որ պրոբլեմ ունենք մենք։ Որ պրոբլեմ ունենք, անծանոթ լինելու ինքներս մեզ, մի քիչ անկիրթ լինելու, մի քիչ անգրագետ լինելու, մի քիչ այտենց հոխորտող լինելու, այս ամեն ինչին ինչ որ կատարվում է մեր Երևանում, դրա դեմ այտենց չենք բոյկոտում։ Բայց եթե Տեր հայրն ասում է, գիտեք ինչ, գլխաշոր գցեք կամ ոտքը ոտքին մի գցեք եկեղեցում, մենք ասում ենք դու ինչի պիտի ինձ ասես, բայց չեք գնում ասեք դու ինչի պիտի իմ ծառը կտրես։ Այդ տեսեք, էս էլ է իրարամերժ իրականություն։ Ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ, այս մարդիկ տենց հոխորտող են, բայց ճիշտ տեղը ինչու չեն խոսում։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Շնորհակալ ենք Աստվածօրհնի բոլորին։ Աստված, այո, դու խորնված լինի առհասարակ հայ ազգը ու ինձ թվում է կարող է դրանից մի քիչ խելամիտ դառնա գուցե կամ մի քիչ ավելի բարի դառնա։ Այն 10% կորիզի մեկը հաղթելու է։
Մեր ազգի են 10% կոլեգներ մեկը հաղթելու է։ Դավիթը սկսել է լավատես լինել ոնց։ Դե ես Իմ բաղատեսությունը հասկացել է, որ բան չի փոխում, Ես այլ լավատես ընտրանք չունեմ։ Այո, տա Աստված։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մեր եթերում գովաց, որից հետո կշարունակենք։